Բարև օլիմպոսցիներ, անկեղծ ասած մենք հասցնում ենք կարոտել ձեզ եւ եթե դուք էլ ուզում եք հետևել մեզ եւ մի քիչ էլ կարոտում եք, հետևեք մեզ YouTube-ում եւ ակտիվ եղեք սոցկայքերում, Facebook-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Այսօր շատ հետաքրքիր եւ յուրահատուկ հյուր ունենք։ Նա օրեր առաջ դարձել է բասկամարտի աշխարհի չեմպիոն եւ սովորում է Հայաստանի պետական բժշկական համալսարանում։ Նա Մարիամ Սարգսյանն է եւ ոչ օլիմպիական մարզաձևերում մեր առաջին հյուրը։ Ողջույն Մարիամ։ Բարև ձեզ, շատ հաճելի է ձեր հյուրը լինելը։ Մարիամ ջան, ոնց ես, ոնց անցավ աշխարհի առաջնությունը, մի քիչ տպավորություններով կկիսվես։ Աշխարհի առաջնությունը շատ տպավորիչ էր, քանի որ իմ կարիերայի երրորդ աշխարհի առաջնությունն էր եւ իմ նպատակը չեմպիոնությունն էր։ Տպավորությունները շատ բարձր են, որովհետեւ դե առաջին հաղթանակս էր։ Ճիշտ է, մինչև այդ ունեցել եմ Եվրոպայի առաջնություն, որը եւս հաղթանակով եմ պսակել, բայց աշխարհի առաջնությանը երկար էի սպասում եւ երկար էր ինչու, քանի որ անցած տարի բաց թողեցի չեմպիոնությունս հենց այնպես, այս տարի վերադարձնելու հերթն էր եւ պատվով հաղթահարեցի։ Քո երազանքն էր եղել դառնալ աշխարհի չեմպիոն։ Այո։ Եվ դրան հասնելու համար ինչ ջանքեր ես գործադրել, ինչ աշխատանքից տարել, որ այս անգամ ստացվի։ Ավելի կենտրոնացած էի պարապմունքների վրա, ճիշտ է Եվրոպայից հետո վերականգնվել եմ, ավելի դժվար տրվեց ինձ, բայց այսպես ասած դասերը մի քիչ տուժեցին, մի քիչ այն կողմ էի դրել, դե հետագայում էլի դասերի վրա կենտրոնացումը ուղղելու նկատառումից ելնելով կարող եմ ասել ուղղակի բարձրացրել էի մարզումներիս որակը, կիլոգրամները եւ ամբողջ ուժով պատրաստում էի առաջնությանը։ Ես մի քիչ ուզում եմ հստակություն մտցնենք, ես կոնկրետ այդքան լավ չեմ հասկանում բասկամարտից, ինձ համար դա ուղղակի ձեռք են ծալում ու վերջ, նշեցիր կիլոգրամներն էիր բարձրացնում, այլ փոփոխություններ էիր մտցրել, մի քիչ ինձ ու բոլոր նրանց, ովքեր լավ ծանոթ չեն բասկամարտին, կմանրամասնես ինչ է բասկամարտը, ոնց եք պարապում, ոնց եք պատրաստվում։ Նախ ասեմ, որ ես ինքս էլ չեմ իմացել, որ բասկամարտը առանցի սպորտաձև է, մինչև այն պահը, երբ որ տեսել եմ, որ ինչ-որ մարդիկ պրոֆեսիոնալ զբաղվում են։ Բասկամարտը իրենից չի ենթադրում միայն ձեռքերի մարզումներ։ Մենք անում ենք ամբողջական մարմնի մարզանք, որին հաջորդում է արդեն պարապմունքի վերջում սեղանի վրա մեր առանձին վարժությունները, որոնք ուղղված են մեր 3 տեխնիկաներին։ Դա կլինի բիցեպս տեխնիկան, տրիցեպս եւ կոպիտ ասած վերխ տեխնիկան, ես դրանց հայերեն թարգմանությունը կոպիտ ասած չեմ կարող տալ։ Սեղանի կիլոգրամները բարձրացնելը եւ ընդհանուր մարմնի բոլոր մկանների համար են եւ առանձին դաստակի մարզումները ապահովելու համար։ Կան մարդիկ, որոնք մտածում են, թե մեր պարապմունքը միայն սարքերն են, ձեռքի համար նախատեսված եւ մենք ամբողջ պարապմունքը դրա շուրջ ենք անում, այդպես չէ, մենք պարապում ենք այնպես, ինչպես մնացյալ մարդիկ մարզասրահում, ուղղակի դա ուղեկցում ենք առանձին սեղանի վարժություններով։ Մարիամ, քո կյանքում սպորտը բավական ուշ է հայտնվել։ Ինչպես ես քեզ համար բացահայտել այս մարզաձևը ու հասկացել, որ ուզում ես մարզվել։ Կարծում եմ ճակատագիրը ինձ տարավ դեպի սպորտ։ Ընդհանրապես երբեք չեմ մտածել սպորտի մասին, բայց շատերը հորդորել են իմ հայրիկին, որ ինձ տանի սպորտի, դա կլինի ձյուդոն կամ սամբոն։ Ուրեմն դպրոցական տարիքում ինձ տանում են բասկամարտի 2 առաջնությունների, որտեղ հաղթելով ես արդեն գալիս եմ Երևան հանրապետական փուլին մասնակցելու։ Առաջին անգամ 4-րդ հորիզոնականն եմ զբաղեցնում, երկրորդ անգամ արդեն երկրորդ եւ դե արդեն ավարտում էի դպրոցը, կորոնավիրուսն էր եւ երեխաները իմ շրջապատի ասում էին, թե մի մտածիր, արդեն բուհում կշարունակես միջբուհական առաջնություններին մասնակցել։ Ես դրան լուրջ չէի վերաբերվում, որովհետև կարծում էի այդպիսի առաջնություններ չկան, բայց գալով համալսարան ինձ ասում են, որ մեր համալսարանը ունի առանձին ֆիզկուլտուրայի խմբակներ եւ ես խնդրում եմ ասել արդյոք կա բասկամարտի խմբակ, ասում են ոչ, ուղղակի դու պետք է գրանցվես մարզասրահի վրա եւ կարողանաս մասնակցել միջբուհական առաջնություններին։ Մի քանի առաջնություն միջբուհական
հաղթելուց եւ աչքի ընկնելուց հետո ինձ նկատում է գլխավոր մարզիչը Արման Փիրոյանը եւ հորդորում է զբաղվել պրոֆեսիոնալ բասկամարտով։ 6 ամիս անց սոցկայքերում տեսնելով այդպիսի հայ աղջիկների, հա, ովքեր զբաղվել են, բայց թողել են բասկամարտը, նրանցից մեկին տեսնելով նրա հետ գտնում ենք մարզասրահ, որից հետո նա մի ամիս հետո էլի թողնում է բասկամարտը, ես շարունակում եմ մինչև օրս եւ ոչ մի ձև չեմ փոշմանել այս ուղու համար։ Այսինքն տես դու ընդունվում էիր բժշկական համալսարան, քո ողջ ուժերը ներդրել էիր, հաստատ պարապում էիր, որ գաս ընդունելության քննությունների, բայց մտածում էիր նաև բասկամարտի մասին։ Օրինակ ես որ ընդունվում էի, ես մտածում էի, որ ես գնամ ընդունվեմ, ուրիշ ոչինչ չէր շեղում։ Դու այսպես երկու ճակատով պայքարում էիր։ Ախր Մարիամը ֆիզիկական տվյալները լավանաբար ուներ։ Ընդհանրապես չեմ մտածել, որ մտնելու եմ պրոֆեսիոնալ սպորտ, ուղղակի դասախոսը ասել է, որ մենք ունենք առանձին խմբակներ, ինձ ասել են, որ կա էլի, արի մի հատ հարցրու, կարող եմ մասնակցել միջբուհականի բասկամարտին ու այդպես պատահական ստացվել է։ Միշտ ուժերս կենտրոնացրել եմ բժշկականի վրա, սպորտ ընդհանրապես չեմ սիրել։ Իսկ դպրոցական տարիքում ինչ որ կերպ առանձնանում էր քո ունակությունները ու ֆիզիկական տվյալները, օրինակ ֆիզկուլտուրա առարկային ոնց էր քեզ դրսևորում, դասարանցիներիցդ ինչ որ առումով տարբերվում էր։ Դպրոցական տարիքում նույնիսկ աչքի եմ ընկել իմ մկանային կառուցվածքով, այսինքն գենետիկաս այդ առումով եղել է ուժեղ, բացի այդ եղել եմ չափից դուրս կռվարար, հա, ու իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ինձ բասկամարտ մրցել էր տալիս ինձնից 3 տարի մեծ տղաների հետ, այդտեղ է լավ առաջ էի գնում բասկամարտում էլի։ Այդ ամենը տեսնում էին դե իմ ուսուցիչները, դպրոցի տնօրենը եւ հենց դպրոցի տնօրենն էլ տանում է ինձ Շիրակի մարզի բասկամարտի առաջնությանը, որտեղից էլ սկսում է իմ կարիերան։ Մարիամ, հիմա այսպես ճանապարհ անցար, եկար հասար մեծահասակներ, աշխարհի առաջնություն, ինչ է բասկամարտը, ինչ հաճույք է այն քեզ պատճառում, ինչ էմոցիաներ ես դու ունենում մրցելիս։ Բասկամարտ մարզաձևը, հա, ինչքան էլ ոչ օլիմպիական է կամ շատ տեղեր անտեսված է, ամեն դեպքում ես շատ եմ սիրում ու իմ հոգու մեջ առանձին տեղ ունի։ Ամեն մի ձեռք ծալելը, գիտեք ոնց բարձրացնում է ինքնագնահատականդ, քեզ զգում ես բարձունքում, այդ առիթով անփոխարինելի սպորտաձև է ինձ համար ու առանձնահատուկ տեղ է գրավում։ Իսկ որ ֆիզիկապես այդպես ուժեղ ես, հաստատ նաև ծանրամարտի հավաքականի մարզիչները նկատած կլինեն եւ արդյոք չեն եղել առաջարկներ կամ փորձարկումներ, տեսնեն թե դու ինչ կարող ես անել եւ արդյոք կփոխեիր մարզաձևը։ Ասեմ ձեզ, օլիմպիական խաղերը նայելիս իմ ծանոթները ինձ գրում են, որ քեզ էինք ուզում տեսնել օլիմպիական խաղերում ու հենց ծանրամարտում Ծանրամարտի մարզիչներից էլ է եղել, որ ինձ վարժությունը անել է տվել եւ տեսնելով թե ինչպես եմ կատարում, ապշել է եւ ասել, հա, ափսոս տարիքդ մեծ է, չնայած արժեր փորձել, եթե կուզես փորձենք, բայց դե ես ուզում եմ իմ անունը գրել եւ թողնել բասկամարտում, ծանրամարտը, եթե չլիներ բասկամարտը կզբաղվեի, բայց միշտ հաշվի եմ առնում սպորտաձևի մեջ նրա ուրեմն վտանգավորության աստիճանը, չի ուզենա կյանքիս կեսը փառաբանվել, իսկ կյանքիս կեսը ուղղակի ցավերի մեջ տառապել։ Դրա համար չի ընտրի ծանրամարտը հենց ցավերի պատճառով։ Այստեղ արդեն խոսում է բժիշկ Մարիամը, լավ վերլուծություններ ես անում մարզաձևերի մեջ, բասկամարտում փաստորեն վնասվածքներ ստանալը։ Կա, բայց քիչ արդեն ունեմ վնասվածք, բայց բուժվել եմ, առաջնությունից հետո է մի փոքր ցավում, բայց կարծում եմ կանցնի։ Ցավ ձեռքի վնասվածք ունեմ։ Մարիամ, դու բավական փորձառու ես եւ արդեն 3 աշխարհի առաջնություն ես մասնակցել, հետաքրքիր է իմանալ, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, ինչ մթնոլորտ է տիրում, ինչպիսի պայքար, որովհետեւ այդ առաջնությունները դե չեն հեռարձակում եւ շատ քչերս ենք ծանոթ, ինչ է այնտեղ կատարվում։ Այո, առաջնությունը միայն YouTube-ով է հեռարձակվում։ Կուլիսներում տրամադրությունը հիանալի է, երբ որ տեսնում ես հին մրցակիցներիդ,
նրանց հետ շփվում ես, հա, թեև լեզու չգիտես, այդ մթնոլորտը շատ հիանալի է, բայց նույնը չեմ ասի թուրք ազգի մրցակիցների հանդեպ, նրանց հետ մի փոքր հայացքային կոնտակտ է լինում կուլիսներից այն կողմ, որը շարունակվում է նաև հարթակի վրա։ Մնացած առումներով հիանալի է, մենք կարողանում ենք հանգստանալ եւ նաև մեր մրցումը իրականացնել։ Մարիամ, քանի որ հիշատակեցիր մրցակցության մասին, հետաքրքիր է իմանալ ունես սկզբունքային այնպիսի մրցակից, որոնց միշտ ես ուզում հաղթել եւ եթե հանկարծ պարտություն ես կրում, ինչ է կատարվում քեզ հետ, ոնց ես հաղթահարում։ Ասեմ ձեզ, ունեմ ուրեմն մրցակիցներ, որոնց հանդեպ հենց ի սկզբանե ունեմ տրամադրվածություն, դա իմ թուրք մրցակիցներ, մշտական կարելի է ասել։ Էլի ունեմ թուրք մրցակիցներ, բայց նրանց հանդեպ առանձնակի հակակրանք չունեմ։ Կոնկրետ տվյալ մարզիկի հանդեպ է եւ նաեւ մի քանիսն էլ ուղակի ոչ թե հակակրանք ունեմ, այլ ուղակի ուզում եմ ինքս ինձ ապացուցել, որ նախորդ պարտությունը ես դարձրի հաղթանակ։ Որպես հակակրանք միայն թուրք մարզիկին կնշեմ, մնացածի հետ հարաբերություններս ընկերական է, շփումը կա։ Այս աշխարհի առաջնությունում այդ մրցակիցներին կարողացար հաղթել, հանդիպել եք։ Ասեմ, այն աշխարհի առաջնությունը, որի չեմպիոնությունը ես հենց այնպես կորցրեցի, հաղթել եմ այդ մրցակցից։ Թուրք մարզիկն էլ իմ նախորդ մրցակիցը հաղթել եմ, մնացյալները ուրեմն ովքեր եղել են կային, բայց ես նրանց հանդեպ տրամադրված չէի, կարելի ասել։ Միայն չեխ մարզիկի եւ ուրեմն թուրք մարզիկի հանդեպ էր տրամադրվածությունը։ Պարտության մասին չասեցիր, չես սիրում այդ թեմայով խոսել, թե ծանրես հաղթահարում։ Մի քիչ պատմի, որովհետև այդ հոգեբանորեն շատ կարևոր է, մարզիկները իրենց սխալների վրա են սովորում եւ հետագայում դա օգնում է ավելի ուժեղանալ։ Ասեմ, բացարձակ չեմ կոտրվել իմ պարտությունից, ուղղակի ափսոսանք էր, որ կորցրեցի իմ շանսը եւ հետո մարդկանց կրկին ինձ հիշեցնել իմ պարտությունը, դա ավելի ինձ վիրավորական է, որովհետև ես գիտեմ իմ սխալը։ Ինձ չեմպիոն էին հայտարարել, ուղղակի մենք նրանց հայտարարած չելենջը պարտվեցինք եւ մենք կրկին մրցեցինք, որի արդյունքում ես ուղղակի տվեցի իմ ձեռքը, կարելի ասել պայքար չգնաց։ Ես ուղղակի մտովի մի փոքր այդ մթնոլորտից անջատվեցի եւ ուղղակի ձեռքս գնաց դեպի մրցակցի կիսադաշտ, այսպես ասած։ Պարտությունից հետո ես իմ մարզումները նոր ուժով շարունակել եմ ոչ թե այն պատճառով, որ կրել էի պարտություն չեխ մարզիկից, այլ որ ընդհանրապես տանուլ էի տվել իմ ձախ ձեռքը զուտ հոգեբանորեն ընկճված լինելու պատճառով։ Չեխ մարզիկը ինձ համար արդեն հաղթանակած մարզիկ էր, այսինքն ուզում եմ ասել, ես մտովի նրան արդեն իսկ հաղթել էի։ Ես նրանից պարտություն չէի կրել։ Թեև մեդալը նրա ձեռքում էր։ Հետաքրքիր մոտեցում է։ Մարիամ, դու ասացիր, որ շատերը ուշադրություն չեն դարձնում մեր մարզաձևին, թերևս սա գալիս է նաև նրանից, որ ոչ օլիմպիական է եւ այդքան էլ գոնե Հայաստանում ճանաչելի չէ։ Այս առումով ինչ պետք է արվի ըստ քեզ մարզաձևը ավելի մասսայական դարձնելու, ավելի ճանաչելի դարձնելու համար։ Ասեմ, որ կարծում եմ, որ մեր պրոֆեսիոնալ մարզիկները, ովքեր աշխարհի եւ Եվրոպայի մրցանակակիր են, թե չեմպիոններ, նրանք իրենց անունից պետք է խոսեն եւ ուղղակի կարծում եմ համախմբում է պետք մարզիկների եւ մարզիկները չպետք է ամեն մեկը իրենց կոպիտ ասած կաշվի մասին մտածեն։ Եթե կա բողոքելու տեղ, պետք է բողոքել։ Ես ինքս էլ բարձրաձայնել եմ ոչ օլիմպիական մարզաձևերի հարցը, ստացել եմ անորոշ պատասխան, փորձել եմ, չի ստացվել, կրկին փորձելու եմ, մինչև ստացվի։ Մարիամ, հիմնականում ինչ խնդիրներ են կապված ոչ օլիմպիական մարզաձևերի հետ, որոնք կոչ են անում բարձրաձայնել։ Կարծում եմ առաջին հերթին դա ուրեմն մարզիկներին ֆինանսական աջակցություն տալն է, որպեսզի կարողանան ներկայանալ, կան մարզիկներ, ովքեր ունեն այդ պոտենցիալը, ուղղակի ֆինանսից դուրս գալով չեն կարողանում մասնակցել։ Խոսքը վերաբերվում է կառավարությանը, սպորտի նախարարությանը պետք է լինել հետևողական, մյուս առիթով պետք է տալ որոշակի աջակցություն, եթե մեդալ ես բերել կամ չեմպիոն ես դարձել, ես սպորտին երբևէ չեմ դիտել որպես աշխատանք,
բայց կարծում եմ մարզիկին ոգևորելը շատ կարևոր է։ Ինձ թվում է հիմնական խնդիրները կախված են միայն ֆինանսականից։ Այսինքն դու դիմել ես նախարարություն, հա, ոնց հասկացա եւ բարձրաձայնել, ասեցիր բարձրաձայնել եմ այս խնդրի մասին։ Ինչ պատասխան ես ստացել։ Ես տարբեր հարթակներով այո դիմել եմ գումարային աջակցության համար, եթե ստացել եմ էլ կարելի ասել չնչին է, որը չէր բավականացնի ոչ մի բանի համար, բայց շնորհիվ մեր բասկամարտի ֆեդերացիայի հաշվի առնելով Եվրոպայի ուրեմն առաջնության արդյունքները, քանի որ դարձել էի չեմպիոն, մեր ֆեդերացիան իդեմս Գագիկ Ծառուկյանի որոշում կայացրեց ինձ տալ այսպես ասած հովանավորություն, որպեսզի ես կարողանամ մասնակցել։ Այս անգամվա իմ ամբողջ ծախսերը հոգացել է մեր ֆեդերացիան։ Բայց մինչև այդ, երբ որ մարզիկը անում է իր առաջին քայլերը, երբ չգիտես նա մեդալ բերող անձնավորություն է թե ոչ, կարծում եմ պետք է շանս ընձեռեք։ Եթե այո, տանուլ տվեց, երկրորդ անգամ թող չտան ֆինանսական այդ աջակցությունը։ Թող նա կարողանա այդ ժամանակ հավաքի գումար եւ մասնակցի, ապացուցի, դրանից հետո կրկին թող շարունակվի ֆինանսական աջակցությունը։ Շատ կարևոր հարցեր ես բարձրաձայնում, բայց ուզում ենք քեզ հետ ոչ միայն սպորտից խոսել, դու ապագա բժիշկ ես, սովորում ես, համատեղում ես ուսումը կրթության հետ։ Ինչպես է քեզ տրվում եւ ինչ մասնագիտություն ես ձեռք բերելու։ Ապագայում ցանկանում եմ դառնալ տրավմատոլոգ, իմ սպորտային, հա, ուղղությունից ելնելով նաեւ, մինչեւ այդ չեմ մտածել տրավմատոլոգիայի մասին, ուղղակի իմ այդ բնագավառը բարդ է, քանի որ այդտեղ միայն կարելի ասել տղամարդիկ են եւ նրանց մեջ աճելը բավականին կնոջ համար դժվար է։ Եթե դա չստացվի, միայն աճելու պահով եմ ասում, գիտելիքների պահով չեմ ասում աճելը, որովհետեւ դա կարող եմ։ Միայն աճը պայմանավորված է կին լինելու հետ, ուղղակի։ Եթե դա չստացվի, կընտրեմ ռևմատոլոգիա, որ իրենից ենթադրում է հոդերի, հա, հոդացավերի բժիշկ, այսպես ասած, համակարգային հիվանդություններով զբաղվող բժիշկն է, ռևմատոլոգը։ Բժշկականում համատեղելը դժվար է, որովհետև ես ձգտում եմ անվճար համակարգում սովորելու։ Ժամանակի բաշխումը լինում է այս կերպ, ունեմ առաջնություն, այդ ընթացքում կենտրոնացումը գնում է սպորտի վրա, հետո արդեն քննությունների շրջանում ես կենտրոնանում եմ իմ բժշկականի վրա, բացի այդ դասախոսներս հետևողական են եւ այսպես ասած ընդառաջող, որոշակի թերացումներ ինձ ընդառաջում են եւ գնահատում են բարձր։ Հաստատորեն մենք պատրաստվում ենք տեսնել բժիշկ, բասկամարտիկ Մարիամին, ավելի ուժեղացած, հա, այս ընթացքում ինչեր ես անելու, ինչի վրա ես աշխատելու եւ որպես մասնագետ, ապագա բժիշկ եւ արդեն որպես բասկամարտիկ։ Այս ընթացքը, քանի որ բավականին երկար է մինչև Եվրոպայի առաջնությունը, կենտրոնացումը լինելու են դասերը, պրակտիկաները դեպի տրավմատոլոգիան, քանի որ պրակտիկա կարող է միայն տրավմատոլոգիայով, հա, ուրեմն գնալ, փորձելու եմ նաև տարբեր ուրեմն առաջնությունների մասնակցել իմ խնդրանքով, կարելի ասել, եթե իհարկե ուղարկեն հրավերի տոմսեր, կենտրոնացումս մինչև մայիս բժշկականն է, մայիսին կրկին ունեմ Եվրոպայի առաջնություն։ Եվրոպայի առաջնությանը պետք է հասցնեմ առավելագույնի նաև իմ ցախ ձեռքը, որովհետև նա զիջում է աջ ձեռքիս։ Դա էկրաններից այն կողմել եմ խոստանում, որովհետև հենց խոստանում եմ դա անում եմ։ Դե քեզ հաջողություն ենք մաղթում, թող երկու ձեռքդ էլ հավասարաչափ ուժեղ լինեն, լավ բժիշկ դառնաս, քո գիտելիքներով օգնես մեր մարզիկներին եւ լրացնես բոլոր այն տիտղոսները, որոնց ձգտում ես։ Շնորհակալություն շատ։ Դե այսօրվա համար էլ այսքանը, մեր հետաքրքիր ապագա բժիշկ եւ բասկամարտիկ Մարիամի հետ մեր զրույցներ։ Իսկ դուք չեք մոռանում մեզ հետևել սոցկայքերում, Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում եւ իհարկե YouTube-յան ալիքում։ Կհանդիպենք։